Բարև ձեզ։ Սրտիկ, խաղաղություն, իրական Հայաստանի գալուստը ողջունող երգ ու թմբուկների զարկեր։ Այսպես է գործող իշխանությունն ազդարարում, թե ինչպես է պատրաստվում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում վերարտադրվել։ Ընտրություններին ընդառաջ անվճար բուժօգնության նախագիծ է առաջարկում կենսաթոշակառուներին, կրճատում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, իրենց համոզմամբ արդեն հաստատված խաղաղության համար շնորհակալություն ու ողջույններ ուղարկում Ադրբեջանի նախագահին եւ իբրև վերընտրված իշխանություն ծրագրեր կազմում առաջիկա տարիների համար։ Ընդդիմադիր դաշտը նույնպես պատրաստվում է, ընթանում են բանակցություններ, ձևավորվում են դաշինքներ, կազմակերպվում են համագումարներ, այցեր, Հայաստանի գյուղեր ու քաղաքներ։ Գործընթացը թեև նույնն է, ինչ յուրաքանչյուր ընտրություններից առաջ, սակայն այս ընտրությունները միայն իշխանական աթոռի համար չեն, գոյաբանական են հայի ինքնության ու երկրի պահպանման հրամայականով։ Այս թեմաներն ենք այսօր Հայրենիք մեդիայի եթերում քննարկելու քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Հակոբյան, սկզբից ընդհանրացնենք ներկա պահին գոյություն ունեցող պատկերը եւ հասկանանք ուժերի ինչպիսի դասավորություն ունենք։ ՔՊԱ-ական իշխող թիմը նոր ձերբակալություններով անձամբ վեհափառ Հայրապետի դեմ հարուցած քրեական գործով փորձում է իր ամենազորության պատրանքը ստեղծել, գրեթե ինչպես միշտ։ Ընդդիմադիր դաշտում էլ արդեն մի քանի կենտրոնների շուրջ սկսվել են համախմբման գործընթացը։ Ըստ ձեզ, ովքեր են լինելու հունիսյան ընտրություններում հաղթելու գլխավոր հավակնորդները եւ ինչ քաղաքական գործընթացներ են մեզ սպասվում առաջիկայում։ Գիտեք, ես կարծում եմ, որ ընտրությունների արդյունքում մեկ հաղթող դժվար թե լինի։ Այսինքն ես ուզում եմ ասել, որ դժվար թե լինի որևէ մի քաղաքական ուժ կամ բևեռ, դաշինք եւ այլը, որը որ համենայն դեպս կկարողանա ապահովել 50+1 ձայնը, որպեսզի միայնակ ձևավորի իշխանություն։ Դա վերաբերում է եւ իշխանությանը եւ կարծում եմ ընդդիմությանը ընդհանուր առմամբ։ Բնականաբար բոլորը ձգտելու են հնարավորինս մեծ տոկոս վերցնել, որպեսզի իրենց հետագա բանակցային ռեսուրսները հնարավորինս ավելացնեն, բանակցային ռեսուրսները ես նկատի ունեմ գործընկերների հետ խոսալուց, որովհետև դրանից է կախված լինելու նաև իշխանության ձևավորման խնդիրը, ձևավորման ֆորմուլան, համամասնությունը եւ այլը։ Այս առումով ես կարծում եմ, որ եթե իշխանության պարագայում ամեն ինչ մի քիչ ավելի պարզ է, այսինքն կա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը որ չեն բացառում այլ ինչ որ բրենդով հանդես կգա, ոչ թե քաղաքացիական պայմանագիր, այլ մի այլ անվանմամբ, ասենք ինչ որ դաշինք կլինի, թե ինչ կլինի, ես չգիտեմ, ասենք, բայց ավելի այսպես համահունչ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած թեզերին, ասենք օրինակ իրական Հայաստան կամ եւ այլ, հա, հիմա դա այդքան էլ կարեւոր չի տվյալ պարագայում, ես կարծում եմ, որ կլինի նաեւ ինչ որ քաղաքական ուժեր կլինեն, պրոիշխանական ուժեր, որոնք կփորձեն հիմնականում աշխարհաքաղաքական, այսպես ասենք, առանձնահատկություններով հանդես գալ, այսինքն վեկտորով, տվյալ դեպքում պրոարևմտյան որպես բրենդի տակ, պրոամերիկյան, պրոարևմտյան եւ այլը կլինեն այդպիսիք, սա հիմնականում հենց իշխանական թերևս բևեռը կսահմանափակվի այս երկու, եթե կարելի է ասել, բևեռներով կամ դաշինքներ կլինի քաղաքական ուժերի տեսքով։ Իսկ ունեք ներողություն կանխատեսումներ, թե ովքեր կկիսեն ԿՊ-ի կարծիքը եւ կկազմեն դաշինք։ Դե օրինակ, եթե անցողիկ շեմը անցնեն, եթե նույն հանրապետություն կուսակցությունը մասնակցելու է պարզ է ընտրություններին, եթե այդ անցողիկ շեմը կանցնի, ես նույնիսկ չեմ կասկածում, որ այսպես ասենք, իրենք ինչպես միշտ կաջակցեն քաղաքացիական պայմանագրին, ինչպես դա եղել է գրեթե բոլոր դեպքերում, երբ ասենք ընտրությունների արդյունքում իրենց ձայնը անհրաժեշտ է եղել առհասարակ։ Նույն Երևանի ավականու ընտրությունները դրա վառ օրինակն են։ Ես չեմ կարծում, որ մնացած ուժերը, որոնք իշխանական
թևից կլինեն, իշխանական, այսպես ասենք, բևեռից կլինեն, իրենք մեծ շանսեր ունեն անցնելու, եթե Հանրապետություն կուսակցության պարագայում ես, այսպես ասենք, ընտրությունը ցույց կտա, բայց այստեղ ինչ որ տարբերակներ երևի թե կան, համենայն դեպս նաև նախկին ընտրական գործընթացները, թիմ ընտրությունները ես նկատի ունեմ, ցույց են տվել, որ իրենք երբեմն, այսպես ասենք, իրենց խնդիրը, մինիմում խնդիրը լուծում են։ Ես կարծում եմ հիմնականում լավագույն դեպքում, այսպես քաղաքացիական պայմանագիրը կարող է հույս դնել այս ուժի վրա, որը որ փորձելու է հնարավորինս կոնսոլիդացնել այսպես կոչված արևմտյան ընտրազանգվածը, ավելի հստակ պրո-ամերիկյան ընտրազանգվածը, մենք տեսնում ենք, որ հենց այդ ուղղությամբ էլ իրենց բոլոր մեսիջները, իրենց ընդհանրապես քարոզարշավը, որը որ վաղուց է սկսվել, բնականաբար դա նորմալ է, քաղաքական ուժերը վաղուց են սկսել, process-ը գնում է հենց այդ ուղղությամբ։ Ընդդիմադիր դաշտում այստեղ իրավիճակը ավելի, այսպես ասենք, ավելի բազմազան է, բայց դա չի նշանակում, որ այստեղ չի կարող լինել միասնություն ընդհանուր առմամբ։ Այսինքն տակտիկական առումով առնվազն մենք արդեն ականատես ենք, որ ձևավորվում է 4 խոշոր բևեռ, դրանք կլինեն կամ քաղաքական ուժի բրենդի տակ, որևէ կոնկրետ, կամ դաշինքի տակ, 4 բևեռ, ես նկատի ունեմ, ուրեմն Հայաստան դաշինքը, ես նկատի ունեմ մեր ձևով շարժումը կամ ուժեղ Հայաստան արդեն կուսակցությունը, նկատի ունեմ միասնության թևեր, այդ նախաձեռնությունը, որի մեջ ամենայն հավանականությամբ այսպես դաշինքային տրամաբանությամբ ներառվեն տարբեր քաղաքական ուժեր եւ գուցե անձեր, հայտնի անձեր եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Սա այն ուժերն են, որոնք արդեն հայտարարել են, որ իրենք մասնակցելու են ընտրություններին եւ շատ դեպքերում նաեւ շատ հստակ նաեւ հայտարարել են նույնիսկ ովքեր են իրենց վարչապետի տեխնացուները եւ այլն եւ այլն։ Իհարկե դեռևս մեծ հարցականներ կան, կախված կոնկրետ ինչ-որ կուսակցությունների հետ, որոնք հայտարարել մասնակցել են ընտրությունների, բայց ես կարծում եմ, որ սթափ գնահատելով իրենց հնարավորությունները, որոշ կուսակցություններ, որոնք հավակնություններ ունեն ընտրություններում մասնակցելու, իրենք նույնպես բանակցությունների արդյունքում որևէ դաշինքի կազմում կլինեն, որովհետև շատ կարևոր է, որպեսզի ընդդիմադիր սեգմենտը ներկայացնող կուսակցությունները հենց այնպես չմասնակցեն ընտրությունների, այլ սթափ գնահատելով իրենց տարիք չտան փոշիացնելու ձայները։ Իհարկե ամենակարևոր հարցերից մեկը թե ինչ դիրքորոշում կընդունի հանրապետական կուսակցությունը, որովհետև մինչ այս պահը համենայն դեպս որևէ հստակ ինֆորմացիա, թե պաշտոնական եւ թե նույնիսկ ոչ պաշտոնական դեռևս չկա հանրապետական կուսակցության մասնակցության մասին կամ չմասնակցության մասին կամ ֆորմատի մասին, որով իրենք նախատեսում են մասնակցել։ Ես կարծում եմ այս հարցը դեռևս բաց է, բայց բնականաբար ամեն դեպքում մոտակա ժամանակաշրջանում մենք դրա մասին եք իմանանք։ Բայց ֆիքսենք, որ այսօր ընդդիմությունը արդեն ունի 4 խոշոր միավորում, որոնք այստեղ հետաքրքիրը այն է, որ իրենք բոլոր այդ ուժերը ունեն տարբեր թիրախներ, այսինքն էլեկտորալ առումով իրենց էլեկտորատը ընդհանուր առմամբ պետք է որ տարբերվի մեկը մյուսից։ Իհարկե խաչվել լինելու է, դա անխուսափելի է ընդհանրապես, դա քաղաքագիտության եւ ընտրական գործընթացների տրամաբանությունն է այդպեսի, շատ դեպքերում նույնիսկ երկրպագելով մի որևէ քաղաքական ուժի, ընտրազանգվածի մի հատվածը միշտ փորձում է գնալ հաղթողի հետևից, այսինքն կոմպրոմիս է, ինքը իր հետ կոմպրոմիսի է գնում, այսպես ասենք, բայց այնուամենայնիվ յուրաքանչյուրը ունի իր ընտրազանգվածը։ Եվ սա հնարավորություն է տալիս հավաքական ընդդիմությանը յուրաքանչյուրին իր ձայները հավաքել, իր ձայները վերցնել եւ եթե իրենք գոնե իրենց նվազագույն խնդիրը լուծում են, տեսականորեն եմ ասում, նվազագույն խնդիրը լուծում են եւ հայտնվում են խորհրդարանում, ապա հնարավորություն է տալիս իրենց նստել կլոր սեղանի շուրջ եւ պայմանավորվել
ինչպես են իրականացնելու իշխանափոխություն, ինչ ֆորմատով, ինչ կադրային բազայով, ինչ վարչապետով ի վերջո։ Հաշվի առնելով, որ գրեթե բոլոր ոլորտներում էլ հաղթանակի երաշխիքը, այո, միաբանված գործելն է։ Դե գիտեք, ընդհանուր առմամբ, հենց ես դրա մասին փոքր ինչ խոսեցի, գիտեք, դու պետք է կարողանաս ընտրողին, ընդհանուր առմամբ, հայ ընտրողին, հա, հավաքական, համոզես, ապացուցես, որ իրականում ստրատեգիական առումով, ռազմավարական առումով դու միասնական ես, որովհետև քո հիմնական խնդիրը իշխանափոխությունն է։ Երկրորդական խնդիրներ են մանդատները, պաշտոնները եւ այլն եւ այլն։ Նախ եւ առաջ միասնական է նպատակը իշխանազրկել այսօրվա իշխանություններին։ Եթե այդ ընկալումը լինի, եթե ընտրողը, հավաքական ընտրողը այդ տեսլականը ընկալի, որ այստեղ կա միասնություն, ուղղակի տակտիկական խնդիրները լուծելու նպատակահարմարությունից ելնելով այս ուժերը եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով գնում են առանձին շարասյուններով, բայց միևնույն է իրենց խնդիրը մեկն է, իշխանափոխությունը, ապա դա կավելացնի զգալիորեն կավելացնի նաեւ մասնակցության հարցը, որովհետեւ ընդդիմության գլխավոր խնդիրը, թիվ 1 խնդիրը դա ապահովել հնարավորինս մեծ մասնակցություն, որովհետեւ շատ ակնհայտ է դա թվաբանություն է, որ ինչքան շատ մասնակցի մարդ ընտրությունների, այնքան զգալիորեն նվազում է իշխանության շանսերը վերարտադրվել։ Երկրորդ խնդիրը այդ նաև ցույց տալով միասնությունը, դա այն է, որ ես կարծում եմ ընդդիմադիր ուժերը պետք է իրար հետ մեմորանդում որոշակի ստորագրեն, նախ եւ առաջ, որ իրենց գլխավոր խնդիրը դա իշխանազրկումն է այսօրվա իշխանություններին, անկախ նրանից թե ով որ քաղաքական ուժի մեջ է։ Երկրորդը, որ բոլոր ռեսուրսները, որոնք կան ունեն քաղաքական ուժերը, օրինակ ընտրական տեղամասներում, հա, դա ոմանք ունեն հանձնաժողովի անդամներ, վստահված անձեր, չգիտեմ, դիտորդներ, նույնիսկ մեդիա դիտորդները, մեդիայի ներկայացուցիչները, իրենք բոլորը աշխատելու են մի ճակատով, այսինքն այնտեղ չի լինելու սա իմն է, սա քոնն է, այսինքն իրենց գլխավոր նպատակը դա ընդհանուր ընդդիմության վրա աշխատելն է այդ ռեսուրսները։ Երրորդը դա ես կարծում եմ պետք է ցույց տալ, որ բոլոր ուժերը ունեն միասնական մոտեցում հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ կապված։ Այսինքն սա գոնե առնվազն մինիմումն է, որով դու կարող ես ցույց տալ, որ ընդհանուր նպատակ ունես նաև բացի իշխանափոխությունից։ Մյուս կետը, ես կարծում եմ կարող են հայտարարել, թե օրինակ ինչպես են ընտրելու թե ով է վարչապետը։ Այն ուժը, որը որ ընդդիմադիր սեգմենտում առաջինը կլինի, բացարձակ արդյունքով, ինչպես ասում են, առաջնային իրավունք ունենա իր վարչապետի թեկնածուին առաջադրել։ Հիմա ինչպես դա հետո կստացվի, դա այլ խնդիր է, բայց այնուամենայնիվ պետք է լինի որոշակի սկզբունք։ Այսինքն դու պետք է ընտրողին, ասենց եւ էլի կան, այսպես ասենք, կետեր, որոնց շուրջ կարելի է մեմորանդումներ ստորագրել, մեմորանդումներ շատ կարևոր է, նորից եմ ասում, որպեսզի մեր այն ընտրողները, որոնց համար միասնության գաղափարը դա մոտիվացիոն բնույթ ունի, իրենք հասկանան, որ իրականում անկախ անվանումներից, այս քաղաքական ֆորմատների, իրենք մի նպատակի են գնում։ Յուրաքանչյուրը իր ձայները ստանալու է, յուրաքանչյուրը մեկը իր մինիմումը, մեկը իր մաքսիմումը, մեկը, այսպես ասենք, միջին արդյունքները ունենալով կարողանալու են նստեն սեղանի շուրջ եւ լուծեն ապագա իշխանության հարցը։ Պարոն Հակոբյան, խոսեցինք Փաշինյանի պրոամերիկյան տրամադրություններից, եկեք փաստենք, որ որքան էլ Փաշինյանը իրեն ներկայացնի որպես խաղաղություն բերած ղեկավար, որքան էլ այս պոպուլիստական տարբեր սոցիալական ծրագրերով փորձի կաշառել ընտրողին, այնուամենայնիվ նրա վարկանիշը ընկել է այս պահին, որովհետև ձեր խոսքի մեջ էլ նշեցիք, այո, խարխլում է մեր հիմնական ամենակարևոր հիմնասյունը, հա, հայ առաքելական եկեղեցին։ Այդ դեպքում ում վրա է հույսը Փաշինյանի։ Իսկապես Արևմուտքի, Միացյալ Նահանգների եւ եվրոպական առաջնորդների, ինչի մասին արդեն անթաքույց խոսվում է։ Գիտեք, պարզ է, որ արտաքին աջակցություն Փաշինյանը առնվազն
առնվազն արևմուտքից տվյալ դեպքում նույնիսկ կարելի է վերադառնալ, այսպես ասենք, արդեն թվում էր թե ջախջախված նարատիվներին, այսինքն միասնական արևմուտքի կողմից ունի, թե եվրոպացիների կողմից, թե ամերիկացիների կողմից, իհարկե այստեղ տարբեր մոտիվացիաներ ունեն, թե Միացյալ Նահանգները իրենց մոտիվացիան ունեն, թե ինչու են, ասենք, հրապարակային աջակցում Փաշինյանի եվրոպացիների մոտ, այլ մոտիվացիա մենք հիմա տեսնում ենք, որ ուղղակիորեն աջակցություն կա Թուրքիայից, տվյալ պարագայում Ֆիդանի մակարդակով նման հայտարարություն է արվել եւ վատ քողարկված աջակցություն ենք մենք տեսնում նաեւ Ադրբեջանից, այսպես ասենք, այսինքն դա տեսանելի է, թեպետ հայտարարություն Ֆիդանի նման չի արվել, բայց այնուամենայնիվ մենք ակնհայտորեն պարզ է, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի այսօրվա վարչապետը իր դիրքերը պահպանի, որովհետեւ դա բնականաբար շահառուն այդ պարագայում նախև առաջ Ադրբեջանն է, Թուրքիան եւ այլը եւ այլը, եւ դա չի թաքցվում ընդհանուր առմամբ։ Եվ բնականաբար ինքը Նիկոլ Փաշինյանի հույսը մեծ հույսեր է կապում դրա հետ, ընդ որում նույնիսկ ոչ այդքան կարծում եմ քարոզչական տեսակետից, ինչքան այն տրամաբանությունից ելնելով, որ գուցե աչք փակվի շատ գործողությունների վրա, ոչ օրինական գործողությունների հետ, բռնություններ, կալանավորումներ, այդ նույն մոլդովական տեխնոլոգիայի օգտագործումը, ասենք, աչք փակվի դրա վրա ընդհանուր առմամբ։ Բայց ամեն դեպքում ինքը բավականին արդեն երկար ժամանակ փորձում է իր վարկանիշը ինչ-որ չափով տեղից շարժել։ Մենք հիմա խոսում ենք վարկանիշի մասին, գիտեք, վարկանիշը ոչ միայն սոցիոլոգիական հարցումների արդյունքում մենք արձանագրում, որ վարկանիշը ստագնացիայի, այսպես ասենք, վիճակում է 15-ից 17% դա, այսպես ասենք, մաքսիմումն է, որը որ այս իշխանությունը ունի տվյալ պարագայում։ Ինչ էլ արվում է, դա առանձնապես չի ազդում այդ մոտավորապես այդ ցուցանիշի վրա։ Ինչու եմ ասում 15-ից 17%, դա էլ այն պարագայում, որ կա սոցիոլոգիայում, հա, կա վիճակագրական անճշտություն հասկացողությունը, որը սովորաբար 2-ից հենց 3% է, այսինքն այստեղ մի քիչ պայմանական է։ Ամեն ինչ արվում է, որպեսզի ինչ-որ մի բան փոխել ընդհանուր առմամբ։ Նաև իրենք շատ լավ հասկանում են, իրենք ի տարբերություն սովորական, այսպես ասենք, քաղաքացիների, գրեթե ամեն շաբաթվա ռեժիմով են ստանում սոցիոլոգիական հարցումներ, հատուկ դրանով զբաղվող կազմակերպությունների եւ ծառայությունների կողմից, իրենք շատ լավ նաև գիտեն, թե տարիքային որ սեգմենտն է իրենց խնդրեմը եւ ամենամեծ խնդրեմը դա 18-ից 35, նույնիսկ 15-ից մինչեւ 40 տարեկան այդ սեգմենտն է, որը որ այսօրվա իշխանությունների համար բավականին պրոբլեմատիկ է, եթե չասեմ կորցված ռեսուրս է եւ մենք տեսնում ենք, որ հատուկ այդ ուղղությամբ է գործ արվում, այդ սրտիկները, այդ տարբեր ոճի երաժշտության տակ սրտիկներ դնելը, լայվերը, ինչ որ նենց նույնիսկ ստայլը, ինչպես ասում են, տարբեր սափրվելուց սկսած տարբեր գլխակներ, շլյապաներ եւ այլ հագնելով միշտ փորձում է օրիգինալ լինել, միշտ փորձում է հետաքրքիր լինել, միշտ փորձում է ինքը գիտեք իր հիմնական առավելությունը, եթե կարելի է ասել, ինքը երբեք չի վախենում ծիծաղելու լինել։ Այսինքն ինքը փորձում է միշտ ուղղակի ուշադրության կենտրոնում լինել։ Եթե պետք է ծիծաղեն, բայց դրանով ինքը կարողանա ոչ միայն ուշադրության կենտրոնում լինել, այլ նաև իր այդ գործողություններով լցնել օրակարգը, օրվա եթերը, օրվա ինտերնետ դաշտը եւ այլը, այդ սպիտակ աղմուկը, հա, մտցնել դաշտ, բայց չթողել, որպեսի ուրիշի գործողությունները դառնան հասարակության քննարկման առարկա, ինքը դա անելու է եւ շարունակելու է անել։ Երիտասարդները համարելով, որ այս իշխանությունը լուզերների իշխանություն է, որոնք գուցե հաջողության են հասել զուտ իրենց, այսպես ասենք, բարեկեցությունը բարձրացնելու, բայց երկրում որևէ արդյունք չեն տվել երկրին, ընդհակառակը անհաջողությունների հետևից, որոնք նաև բերել են կատաստրոֆաների, թե պետական մասշտաբով, թե մարդկանց կյանքերում, այսինքն զոհեր եւ այլը, իրենց դու չես կարողանում համոզես քո սրտիկներով եւ այլը, որպեսզի իրենք, այսպես ասենք, ակնհայտը
ակնհայտը այլ կերպ հասկանան։ Այսօրվա երիտասարդությունը ինքը գրագետ է իր հիմնական զանգվածում։ Շատ գրագետ է, հաջողակ է, արդյունքների հասած է, ինքնաբավ է շատ դեպքերում։ Եվ հուսանք, որ քվեներն էլ կլինեն սթափ եւ դա շատ բան կախված է, գիտեք, մենք հիմա խոսում ենք իշխանության գործողությունների մասին, այսինքն երիտասարդության հետ աշխատելու առումով, բայց շատ բան կախված է նաև, թե օրինակ նույն ընդդիմությունը, ընդդիմադիր տարբեր սեգմենտները իրենք ինչ կառաջարկեն։ Այդ զանգվածին օրինակ։ Հիմնական պայքարը հիմա գնում է, ես կարծում եմ, այդ երիտասարդ սերունդի համար։ Դա չի նշանակում, որ մնացած սեգմենտներում ամեն ինչ պարզ է, բայց այստեղ իշխանությունը ակնհայտորեն պարտվում է, այդ իսկ պատճառով իր բոլոր ջանքերը, ճիգերը ուղղված են այդ զանգվածի ձայները, այդ զանգվածի սիմպաթիաները վերցնելու համար։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, պարոն Հակոբյան, ձեզ նույնպես հարգելի հետևորդներ, շնորհակալություն մեզ դիտելու եւ լսելու համար։ Ես հիշեցնեմ, որ Հայրենիք մեդիայի եթերում բացառիկ հարցազրույցներ եւ իմ զրուցակիցը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էր, առողջ եղեք, կհանդիպենք։